5-րդ փողը, 5-րդ հրեշտակը փողը հնչեցրեց, եւ տեսա, երկնքից մի աստղ ընկավ երկրի վրա, եւ նրան անդունդի գբի բանալին տրվեց, անդունդի գուբը բացեց, ու գբից մեծ հնոցի ծխի պես ծուխ ելավ, եւ արեգակն ու օդը գբի ծխից խավարեցին, ծխից երկրի վրա մորեխներ դուրս ելան, նրանց տրվեց իշխանություն, ինչպիսին որ երկրի կարիճներն ունեն, եւ նրանց արգելվեց վնաս տալ երկրի խոտին ու ծառին, այլ միայն այն մարդկանց, որոնք իրենց ճակատներին Աստծու կնիքը չունեն, եւ նրանց իշխանություն տրվեց, որ նրանց չսպանեն, այլ 5 ամիս չարչարեն, եւ նրանց չարչարանքը նման էր այն չարչարանքներին, երբ կարիճը խայթում է մարդուն, եւ այն օրերին մարդիկ մահ պիտի փնտրեն, ու այն չպիտի գտնեն, պիտի ցանկանան մեռնել, բայց մահը նրանցից պիտի փախչի, եւ մորեխները նման էին պատերազմի պատրաստ ձիերի, նրանց գլուխներին կարծես ոսկե պսակներ էին, իսկ երեսները նման էին մարդկանց երեսների, եւ կանանց մազերի պես մազեր ունեին, իսկ նրանց ատամները առյուծի ատամների նման էին, ունեին զրահներ նման երկաթե զրահների, եւ նրանց թևերի ձայնը նման էր պատերազմի արշավող բազում ձիակառքերի ձայնի, եւ ունեին պոչեր, ինչպես կարիճները, ու նրանց պոչերին խայթոցներ կային, եւ նրանց իշխանություն էր տրված մարդկանց 5 ամիս չարչարելու, եւ իրենց վրա թագավոր ունեին անդունդի հրեշտակին, նրա անունը եբրայերեն Աբադոն էր, իսկ հունարեն Ապոլիոն, մեկ վայն անցավ, ահա տակավին սրանից հետո գալիս են 2 վայը,